Սիրելի եկեղեցի, սիրելի Աստծո ժողովուրդ, քույրեր, եղբայրներ, անցավ ևս 1 տարի, ու մենք ամեն մեկս տարեմուտին վերագնահատում ենք այն անցած ճանապարհը, որով անցել ենք Աստծո շնորհքով և ողորմությունով, որտեղ ունեցել ենք ձեռքբերումներ, օրհնություններ, հաջողություններ, և ինչպես որ հիշում եք, մեր անցնող տարվա խորագիրը նոր ժամանակներն էր, և իրականում մենք եկեղեցում ու շատերս մեր կյանքերում ունեցանք հենց այդ նոր ժամանակները, մենք մտանք այդ նոր ժամանակների մեջ, նոր ժամանակների մեջ ավելի ճանաչելու մեր Տիրոջը։ Ուզում եմ ամեն մեկիդ ներկայացնեմ այն խորագիրը, որ մենք ունենք գալիք 2026 թվականին։ Մեր խորագիրն է «Զարթնի՛ր և զորություն հագիր»։ Գուցեև դու մտածես, չէ որ ես հոգևոր եմ, չէ որ ես արթուն եմ, այո, մենք քրիստոնյաներ ենք, մենք արթուն ենք, բայց նորից ու նորից մենք վեր կենալու կարիք ունենք, Աստծո զորությունը հագնելու կարիք ունենք, գալիք մարտահրավերներին դիմակայելու և Աստծո շնորհքով և ողորմությունով հաղթական ընթացք ունենալու համար։ Այո, մենք զարթնելու և Տիրոջ զորությունը հագնելու կարիք ունենք հենց մեր ազգի օրհնության համար, հենց մեր ազգի արթնության համար, որի համար արդեն մենք երկար ժամանակ է աղոթում ենք և հավատում ենք, որ մեր ազգը հոգևորապես արթնանալու և օրհնվելու է։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը և Նոր տարին։ Մեր Փրկչի հայտնությունը իրականում ձեր ամեն մեկի կյանքի մեջ թող բերի զորություն, աստվածային ներկայություն, օրհնելով ձեր ընտանիքները, ձեր ընտանիքները, որպեսզի ամեն մեկս ունենալով աստվածային օրհնություն կանգնենք մեր երկրի համար, մեր շրջապատող մարդկանց համար, կանգնենք մեր ազգի համար, ամեն մեկին առաջնորդելով դեպի օրհնություն և աստվածային նպատակների մեջ։ Ամեն մեկիդ օրհնում եմ, որպեսզի վեր կենալով հագնեք Տիրոջ զորությունը, գալիք 2026 թվականին ավելի օրհնյալ ընթացք ունենալու համար և ավելի զորությունով առաջ շարժվելու համար, հենց ձեր ընտանիքների համար, մեր ազգի համար, մեր ժողովրդի համար։ Աստված թող օրհնի մեր երկիրը, Աստված թող օրհնի մեր ազգը, Աստված թող օրհնի ամեն մեկիդ ընտանիքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր։ Տերը օրհնի բոլորիդ։